Ողջույն։ Ակնհայտ է, որ մեր հանրության ամենամեծ տագնապներից է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների փլուզումը, այլև այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վտանգավոր թեզը։ Այս երկու հարցն էլ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։ Մարտամեկն այցելել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել։ Օրինակ, միայն Վարդենիսի շրջանում շուրջ 3 տասնյակ նման գյուղ կա, որտեղ ապրել են ադրբեջանցիներ, ու մարդիկ տագնապի մեջ են, որ հնարավոր է դրանց էլի հետ բերեն Գեղարքունիք։ Նիկոլը գնացել փորձում էր հերքել, թե չկա տենց բան, 300,000 ադրբեջանցի չենք բերում։ Լավ, Ժորժ ջան, ամեն մեկը իրենն է պնդում։ Ընդդիմությունը ասում է, որ ադրբեջանցիների է բերում 300,000, Նիկոլն ասում է լկտի սուտ է, չենք բերում։ Ընդդիմությունը հակադարձում է, ասում է լկտի սուտը Նիկոլի հերքումն է։ Կարող է հարց առաջանալ, լավ, բա հիմա ո՞րն է ճիշտը։ Ժորժ ջան, իրականությունը հասկանալը դժվար չէ։ Տեսեք, Փաշինյանն ասում է ընդդիմությունը 2021 թվականին ասում էր միջանցք են տալու։ Տեսակ, որ չեմ տվել։ Բա ինչ ես տվել։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ինչ ստորագրեցին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիևը։ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծ։ Ինչ է ասում Ալիևը, ասում է մեր բաղձալի երազանքը կատարվեց, մենք ստացանք Զանգեզուրի միջանցքը։ 2 օր առաջ էլ Բաքվի էներգետիկ ֆորումին ասել է Զանգեզուրի միջանցքը անպայման կառուցվելու է։ Նրանք մինչև հիմա դրան ասում են Զանգեզուրի միջանցք։ Չեզոք դիտորդը ինչ է տեսնում։ Անկախ նրանից դու դրա անունը ինչ ես դնում, թրիփ ես դնում, խաղաղության խաչմերուկ ես դնում, կամուրջ ես դնում, այն հնդկական զենքի նման անունը փոխում ես Արամազդ ես դնում, էությունը այն է, որ Ադրբեջանը ստացավ իր ուզածը, մեր երկրի տարածքում իր ուղին։ Փաստացի տվել ես։ Մենք ինչ ենք ստացել։ Այն օրը միտինգին ասում էր միլիարդավոր դոլարների մասին, բայց դրանք չեն երևում, չկան, ընդամենը հույսեր են։ Շինարարություն էլ չկա, չի երևում։ Այդ շինարարությունը ոչ թե Փաշինյանը թույլ չի տալիս անել, չի ասում իմ երկրի ինքնիշխան տարածքում չեմ թույլ տա, այլ շինարարությունը չի լինում, որովհետև կողմերից մեկը, ում հետ գործարքը կնքել ենք, հենց հիմա պատերազմի մեջ է թրիփի հարևան Իրանի հետ։ Հասկանալի է, որ մոտակա տարիներին չի լինելու դա, եթե իհարկե երբևէ լինի։ Եթե սկսած էր լիներ, կանգ էր առնելու։ Ստացվեց, ընդդիմությունը ճիշտ էր։ 2018 թվականին դա գոռում էր Հանրապետության հրապարակում։ Ընդդիմությունն ասում է, թե իբր եկել եմ Արցախը հանձնեմ։ Դուք եք հանձնողը եւ այլն։ Ինչ ցույց տվեց իրականությունը, որ հենց դրա համար էլ եկել էր։ Հիմա ասում է, ես Ղարաբաղը չեմ հանձնել, ես Հայաստանն եմ գտել։ Բայց ստացվեց, ընդդիմությունը ճիշտ էր։ Հիմա այս նույն մարդը մեզ ասում է, գիտեք ինչ, այդ նույն ընդդիմությունը, որ հայտարարում էր միջանցք լինելու, Արցախը հանձնելու եմ, հիմա էլ ասում է 300,000 ադրբեջանցի է գալու, եթե ես մնամ իշխանության։ Հավատում եք։ Ասենք քաղաքականապես չկողմնորոշված, չեզոք մարդը ո՞նց է կողմնորոշվելու։ Նայելու է ընդդիմության նախորդ ասածները տեղի են ունեցել, թե չէ։ Եվ տեսնում է, որ մեկին մեկ ճիշտ են դուրս եկել։ Եվ ուրեմն ինչպես չհավատալ, որ հիմա էլ է ընդդիմությունը ճիշտ ասում, որ Նիկոլի վերընտրվելը նշանակում է 300,000 ադրբեջանցու Հայաստան գալ։ Մենք ինչ գիտենք, ինչ է բանակցում դրանց հետ։ Գուցե մանր դետալային քննարկում է Հայաստան բերելու հարցերը։ Ես տեսնում եմ, որ ինչ այդ մարդիկ ասել են, հերքել ես, բայց արել ես, տվել ես։ Ադրբեջանն այսօր տոնում է իր ասած Զանգեզուրի միջանցքը, բա որ չես տվել, բա ինչն է տոնում։ Հասկանում եք, ոնց չհավատամ նրանց, որ ասում են Նիկոլ ադրբեջանցիների է բերելու։ Չէ որ ապացուցվել է, որ բերող ես, հանձնող ես, տվող ես։ Կարդում եմ, որ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջան խորագրով փառատոններ են, բուհերում բաժիններ են բացվում, մրցանակ ու ինչ-որ անձնագրեր են տալիս։ Հետո կարդում եմ, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հավաքագրում է մինչև 1988 թվականը Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին գրանցման հասցեները։ Լուրեր են ու հավատում եմ։ Հավատում եմ, որ այդ աղետն է բերելու, եթե ընտրվի, որովհետև իրենից սպասելու է։ Անելու է ու մեկնաբանի իր ձևով։ Ինչպես Արցախը հանձնեց ու ասաց, ես Արցախը չեմ կորցել, ես Հայաստանն եմ գտել։ Ինչպես միջանցք հանձնեց ու ասաց, դա ընդամենը Թրամփի ուղի է։ Նույնն էլ հիմա է անելու։ Ադրբեջանցիներ կբերի ու կսկսի արդարանալ, ուրիշ անուն դնել։
Ընդդիմությունը սխալ է ասում կասի 300,000 չէ, 200,000 պլյուս 50 պլյուս 50,000 է։ Կամ արդարանա, թե նրանք չեն եկել ապրել, ուղղակի ազատ վիզային ռեժիմ է եկել են մշտական տուրիստ։ Հետո գուցե ասի նրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Հետո կասի դրանք քրիստոնյա ադրբեջանցիներ են, օրինակ, ինչ որ բան կասի, պայմանական անունը կդնի Արամաստ, ոնց որ այն զենքերին էր դրելու, կասի տեսակ Սամվել Կարապետյանի կամ Քոչյանի ասած 300,000 ադրբեջանցիները չեկան, ընդամենը եկել են 200 պլյուս 100,000 արամաստեր։ Կարճ ասած։ Այսօր հարցման ժամանակ Լոռու մարզի բնակիչն ասում է, եթե Փաշինյանին հավատանք, ուրեմն մենք խելք ու մտածելակերպ չունենք։ Լրիվ համաձայն եմ։ Գուցե սա մտածում է հայ ժողովուրդը մտածելու, տրամաբանելու պրոբլեմ ունի, բայց չէ որ սա հասկանում են մարդիկ։ Դրա համար ես առաջարկում եմ այս մարդու սաղ ասածները պարզապես լուրջ չընդունել։ Ամեն անգամ եւ ցանկացած հարցի շուրջ նրա խոսքերին վերաբերվել կասկածով։ Եկեք ի սկզբանե շարժենք այն կանխավարկածով, որ ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, սուտ է ասում։ Վստահաբար, եթե ավելի շուտվանից սկսեինք դրա ասածներին լուրջ չվերաբերվել, այսօրին չէինք լինի։ Հենց այսօր Վազգենը մի բեռնախցիկ ելակ չեր լցնի աղբամանը, Աշոտն էլ իր աճեցրած ռեհանը կարտահաներ, չեր լցնի անասունների դեմը։ Ամենաճիշտ իհարկե կլինի այն, որ դրան հնարավորություն չտանք ինչ որ բան անել ու արդարանալ, կանխարգելել է պետք հաջորդ սխալները։